Սիրելի հավատացյալներ, այսօր մեծ պահքի 4-րդ տնտեսիկ կիրակին է։ Անիրավ տնտեսի առակը, ինչպես և ավետարանական մյուս առակները, երկնքի արքայության մասին է։ Առակը տեսանելի իրականության միջոցով բացահայտումն է անտեսանելի իրականության։ Սկզբից և հետ նշենք, որ Տեր Հիսուս բնավ չի գովում անիրավությունը, այլ տնտեսի խելացիությունը, հնարամտությունը և դրամը գործածելու կերպը։ Եվ Տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց։ Տերը դրվատում է տնտեսի հնարամտությունը, որովհետև նա վերջապես կիրառեց դրամը որպես միջոց և ոչ որպես նպատակ։ Տնտեսը հասկացավ, որ այս աշխարհում իրական հարստությունը ոչ թե նյութական բարիքն է, այլ բարեկամները։ Մարդ կարող է նյութապես հարուստ լինել, բայց ամենևին միայնակ։ Տնտեսը բավական իմաստություն ուներ հասկանալու համար այս պարզ ճշմարտությունը, որ երբ բարեկամներ ունես, երբեք միայնակ չես։ Հիսուս հորդորում է իր աշակերտներին և մեզ վարվել հնարամիտ տնտեսի նման և նյութական ապահովության փոխարեն ձգտել հավիտենական կյանքի ապահովությանը։ Եթե այս աշխարհի որդիները հնարամտորեն գործածում են ամեն առիթ և հնարավորություն իրենց կյանքը բարեկեցիկ դարձնելու համար, ապա լույսի որդիները որքան ևս առավել պետք է գործածեն իրենց աստվածատուր հնարավորությունները հավիտենական կյանքը ժառանգելու համար։ Առակի վերջին տողերը բացահայտում են առակի ողջ իմաստն ու նպատակը։ Եվ ես ձեզ ասում եմ, նույնիսկ անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ սարքեք, որպեսզի երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ։ Արդարև, յուրաքանչյուր բարեգործություն այս աշխարհի վրա բարեխոսություն է երկնքում, ամենազոր Աստծո առաջ։ Սուրբ Հովան Մանդակոնին իր ճառերից մեկի մեջ ասում է. այն, ինչ որ տալիս է քաղցածին, դնում է Քրիստոսի ձեռքերի մեջ, ով պիտի ձեզ հատուցի վերջին դատաստանի օրը։ Սիրելիներ, այս աշխարհում Աստծու կողմից մենք նշանակված ենք որպես տնտեսներ, և մեր կյանքի վերջին օրը Աստված մեզ պիտի ասի. հաշիվ տուր և տնտեսությունդ հանձնիր, որովհետև այլևս տնտես լինել չես կարող։ Ուստի լավագույնս պատրաստվենք այդ օրվան։ Զգուշանանք դրամի պաշտամունքից և այն կուռք դարձնելու գայթակղությունից։ Գործածենք մեր բոլոր հնարավորությունները ոչ թե ի շահ անձնական բարեկեցության, այլ ի շահ անանձնական բարիքի։ Եվ երբ բարեգործություն կատարենք, մեր մտքերի մեջ լռելիայն ասենք դիմացինին. հիշիր ինձ վերջին դատաստանի օրը։ Ամեն։